անընդհատ աշխատանք կա դա, որպեսզի հնա փակվի, արգելափակվի այդ գործարքները։ Խնդրեմ պարոն Մինասյան։ Նախ շնորհակալություն գաղափարը արծարծելու եւ մտահոգությունները ներկայացնելու տեսակետից, պարոն Սարգսյան, բայց ինձ թվում է նաեւ կառավարության մոտեցումով, նաեւ մեր գործընկերների մի քիչ պոպուլիզմը շատ է սա մեջ։ Փորձենք իրատեսականությունը հասկանալ, ակնհայտ է, որ խաղամոլության, ինչպես նաեւ թմրամոլության դեմ պայքարը պետք է լինի պետական քաղաքականության առանցքը։ Բայց մեխանիզմները ոչ թե պոպուլիզմի դաշտից պիտի լինեն, այլ իրատեսականության մոտենան։ Հիմա իմ հարցերը մի քանիսն են։ Առաջինը միջազգային փորձ կա, հատկապես այն երկրներում, որտեղ որ այս երևույթը որպես սոցիալական ծանր հետևանքներ առաջացած երևույթ կիրառել են մեխանիզմներ եւ ստացել են արդյունքներ։ Ու այդ արդյունքները ինչ է ենթադրում, որքանով է անձի սեփականության իրավունքի սահմանափակումից մինչև սոցիալական բացասական դրսևորում ստացած ընտանիքի նկատմամբ պաշտպանության քաղաքականությունը հարաբերվել իրար հետ։ Ի վերջո բազմաթիվ սահմանափակումներ, երբ որ դուք ասում եք, մենք տնտեսական հարցերի հանձնաժողովում ենք։ Սեփականության իրավունքի սահմանափակում է նշանակում, օգտագործման սահմանափակում։ Հիմա սա պիտի համաչափ, համարժեք եւ ճշգրիտ գործիքակազմով իրականացվի։ Չեք կարող ասեք մարդուն տալիս եք իր եկամուտը, ասեք այս ուղղությամբ չես կարող ծախսել, այն ուղղությամբ չես կարող ծախսել։ Սա մի նրբություն, որովհետեւ ես ոնց հասկացա, նաեւ նպաստի թոշակի մասով որոշակի համաձայնություններ կա, բայց այդ դեպքում խնդրի կարգավորումը միգուցե ուրիշ տեղից պետք է գաք։ Ասենք նպաստառում պիտի զրկվի նպաստից, հետո օգտագործում է այդ միջոցները այդ ձևով։ Սա ավելի կտրուկ ու ճիշտ կարծում եմ մոտեցում կարող լինի, քան թե ասես, այ եթե դու նպաստառումների համակարգում ես անհնարին մի հատ միջավայրում, որտեղ պետք ներկայացուցիչը ասես, որ գրեթե դժվար է լինելու վերահսկել կամ անհնարին է լինելու վերահսկելը, կիրառես այդ մեթոդը։ Ուզում եմ ասել, ես առաջին անգամ եմ հանձնաժողովին նստում, դրա համար այս հարցադրումները, որ բարձրացնում եմ, ուզում եմ որպեսզի համակարգային մոտենանք մենք հարցին։ Պոպուլիզմը թողենք մի կողմ, մանավանդ նախընտրական շրջանը, իրականություն, իրատեսականություն եւ արդյունավետություն հաղորդենք կարգավորման մասով։ Երրորդ հարցը ակնհայտ է, որ ցանկացած թե խաղամոլության, թե թմրամոլության զարգացման, տարածման հիմքում այն աջակցությունն է, որը որ լիազորություններ ունեցող անձինք կարողանում են կիրառել, օգտագործել, եւ եթե դրանց սահմանափակումը լինի ավելի խիստ, պարզ է, որ այս երևույթի տարածվածությունը կլինի ավելի քիչ։ Ես նկատի ունեմ այն անձանց, ովքեր որ պետական իշխանության մարմիններում են եւ քաջալերում են։ Օրինակ խաղային բիզնեսը Հայաստանում ըստ ձեր ուսումնասիրության այսօր ինչ կշիռ է կազմում, ունի արդյոք պետական հովանավորություն կամ պետական չինովնիկների հովանավորություն կամ օլիգարխիկ հովանավորություն կամ քրեական ենթամշակույթի հովանավորություն եւ այլն։ Եվ եթե այս երևույթի դեմ մենք կարողանանք խորքային ու արդյունավետ պայքարենք, էականորեն կարող ենք նպաստել նաեւ այս ամբողջ հիվանդության, սրանց հիվանդություն եմ դնում, որովհետեւ վերջո խաղամոլություններ, թմրամոլություններ հիվանդություն է։ Այս հիվանդության դեմ պայքարի շրջանակներում եւ վերջապես վերջին հարցը ակնհայտ է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս ժամանակահատվածում ինչ կարգավորում էլ հիմա բերեք, ինքը վաղը մի քիչ հնացած է լինելու։ Ինչ դինամիզմով, ինչ կարգավորում եք պատկերացնում, որ ինքը ժամանակի ընթացքում ցանկացած պահին արագ ադապտացվի այդ մոտեցումը։ Գաղափարը ինքը եւ մտահոգությունը միանշանակ ողջունելի է։
Շնորհակալ եմ, պարոն Մինասյան, օրինակ դուք երբ որ ասում եք պոպուլիզմ, դա վիրավորական նահանջում ու խնդրեմ նման կերպ չարտահայտվել ու ես նաև հիմնավորումներն եմ բերում, թե ինչու է դա այդպես։ Դուք ուսումնասիրել եք օրինակ այս վիճակագրությունը։ Էսի խաղադրույքների ծավալներն է, խնդրեմ նայեք 2017 թվականին ինչքան է եղել խաղադրույքները ու ինչքան է աճել դարձել 2025 թվականին։ 35 անգամ աճել է այս պոպուլիզմը, այսինքն որ 35 անգամ ավելի շատ են մարդիկ վատնում գումար կազինոներում ու սրա դեմ ես ուզում եմ գործում մեխանիզմներ եմ առաջարկում, պայքարում եմ, նաև հաշվի առնելով են ձեր ասած ամեն ինչը, հովանավորչությունը ամեն ինչը։ Պոպուլիզմը չի վերաբերում հարցի սրությանը, սոցիալական։ Ես հիմա բոլոր ձեր ասած հարցերին կանրադառնամ։ Կարգավորման տեսակետից Դուք արձագանքի ժամանակ ձեր արձագանքը կասեք, արձագանքի հնարավորություն եք ունենալու։ Ես ասում եմ, որ մեր մարծա ծուղակը, մեր քաղաքացիներն գրում են այս ծուղակը, չեն կարողանում դուրս գալ, կորցնում են իրենց տները, իրենց ընտանիքները, հաճախ նաև ունենում ենք ողբերգական դեպքեր, ինքնասպանության դեպքեր, բազմաթիվ տեղերում, նաև պետական աշխատողների շրջանում։ Սրա մեջ թաթախված անձինք նաև իրենց գործն են վատանում, այսինքն նույն պետական աշխատող կամ մասնավոր ոլորտում աշխատող քաղաքացին, ում գրպանում կա ինքը ամենժամյա հասանելիություն ունի ու խաղադրույք է կատարում, ինքը իր գործն էլ առօրյա վատանում, կապ չունի ինքը որտեղ աշխատում։ Ու մենք պետք է այս չարիքի դեմ պայքարենք ու գործու մեխանիզմները պետք է դնենք։ Ու սրա մասին մենք նոր չի որ խոսել ենք, ընդհանուր խաղային գործունեության դեմ պայքարի մասին, միջև հեղափոխությունն ենք խոսել 2018 թվականին, երբ ասում էինք, որ գազի կալոնկեքից պետքա խաղային ապարատները դուրս գան ու օրենքով դա արգելեցինք։ Բայց գազի կալոնկեքից դա արգելեցինք, բայց դա մտավ մարդկանց գրպանները։ Այսինքն, եթե մարդն ժամանակ պիտի քշեր հասնել գազի կալոնկա խաղար, որտեղ օրինակ կանայք չէին խաղում, հա, թոշակառուները չէին խաղում կամ պաշտոնյաները չէին խաղում, արդեն սկսեցին արդեն իրանք էլ խաղալ, որովհետև դա դառել է չափազանց հասանելի։ Հիմա ինչ վերաբերվում է նպաստառուներին, որ ասում եք նպաստառուներին խի արգելենք, թող իրանք նպաստ չստանան։ Ձեր ասածը տրամաբանական է, ու օրենքի շրջանակներում իրենք կարան հրաժարվեն նպաստից ու շարունակեն խաղալ։ Այսինքն, եթե մարդ անապահովության նպաստ է ստանում, կամ հրատապ օգնություն է ստանում, կամ օրինակ ծերության նպաստ է ստանում, մենք դա ենք տրամադրում։ Տրամադրում ենք, որ ինքը սնունդ առնի ուտի, իր կոմունալ վճարները վճարի, դեղորայք առնի, իր նվազագույն կարիքները բավարարի։ Եթե իրան մենք թույլատրում ենք, որ ինքը գնա վատնի կազինոյում իր այդ գումարը, այսինքն պետությունը անուղղակիորեն սնուցում է այդ on-line կազինոները։ Ու ես դրա դեմ եմ, այսինքն մենք հարկատուները մենք հարկ ենք հավաքում, տալիս ենք նպաստառի, որ ինքը իր նվազագույն կարիքները հոգա, ինքը դա պիտի չվատնի, կամ եթե ուզում է խաղա, թող հրաժարվի նպաստից ու գնա շարունակի այդ գործունեությամբ զբաղվել։ Այսինքն թող ինքը վատնի իր աշխատած գումարը եւ ոչ թե հարկատուների հարկերով հավաքված պետական բյուջեից իրան տրվող օգնությունը։ Հովանավորչության մասին ես քանի падգամավոր եք ճանաչում, որ խոսել է կամ խոսելը կարող է 1-2 գտնեք, որ գործու մեխանիզմները առաջարկել, որ ասել եկեք պայքարենք խաղաղամոլության դեմ։ Եթե այս հարցին պատասխանեք, դրա տակ կտնեք հովանավորչություն կա թե չկա։ Ու հաջորդը, որ ասում եք ՏՏ տեխնոլոգիաներն հենց են զարգացել, որ հնարավորություն տրվելու դրանք շրջանցել, այո, որոշակի հնարավորություններ կլինի շրջանցելու, բայց այս թիվը 10 պատիկ կնվազի, այսինքն 10 անգամ կքչանա, ու այս պայմաններում մենք պետք է դա անենք, որովհետև VPN-ով, չգիտեմ, կրիպտոյով, ուրիշ երկրի պետությունում բացված խաղային հաշվով խաղալ, շատ քիչին կհաջողվի։ Մեր պայմանագրային զինծառայողը պոստում իր ամբողջ աշխատավարձը հաջորդ օրը վատնում է, այդ հնարավորությունից կզրկվի։ Ու շատ-շատերին սա հեռու կպահի խաղալուց, ու նաև պետությունը նաև պետք է դինամիկ զարգանա, եթե ՏՏ ոլորտը զարգանում է, պետությունը դինամիկ պիտի ՏՏ ոլորտին զուգահեռ զարգանա ու սահմանափակումներով դրա դեմը առնի։ Առաջինը արդեն խոսացին կառավարության անդամներն ու կենտրոնական բանկի փոխնախագահը ասաց, որ առաջիկայում նաև հայկական բանկային քարտերով հնարավոր չի լինի այլ ոչ լիցենզավորված ընկերությունների խաղային հաշիվները լիցքավորել, այսինքն նես չի, որ մենք մենակ մեր տեղի 4 խաղացողների համար ենք վատ պայմաններ սահմանում, այսինքն եթե այստեղ չկարողանա խաղալ, չկարողանան դուսը գնա խաղան, ու դա մենք կիրառելու ենք, այսինքն նա չի կարողանալու լիցքավորի,
չի կանալու, եթե շահի այդ գումարը հետ ստանա ու ինքը լուրջ խնդիրների առաջ հայտնվելու ինտերնետով փակելու ենք այսօր այդ գործիքը կազմը օգտագործվում է որպեսզի ինտերնետ պրովայդերները այն կայքերը որոնք Հայաստանում լիցենզավորված չեն դրանք ասեն մի քանի 100-ն են որ արդեն նման հանձնարարական եւ որոշում կա որ այդ կայքերը պետք է փակվեն եւ փակվել են նրանց մեծ մասը այսինքն ուղղակի որ դու ուզենաս քո հեռախոսով կամ համակարգչով մտնես այդ կայքերը չես կարող քանի որ ինտերնետ պրովայդերները դրանք փակում են պետքա լրացուցիչ վճարվի այդ ծառայություններից օգտվես որպեսզի այդ արգելքը շրջանցես ինչը եւս մեկ անգամ դժվարացնելու է խաղալը այսինքն այս բոլոր մեխանիզմներով մենք ստվերը հնարավորինս նվազեցնելու ենք չենք կարող վերացնել կարող է ճիշտ եք ասում բայց հնարավորինս նվազեցնելու ենք եւ այս 7 տրիլիոնը պետք է այնց անենք որ դառնա 0.7 տրիլիոն այսինքն 10 անգամ նվազի ու իրականում այդ մարդիկ այդ գումարները որ վատնում են on-line կազինոներում ծախսեն իրենց ընտանիքի վրա գնան գնումներ կատարեն ու դրա արդյունքում նաեւ երկրի հնանը աճելու դրա արդյունքում նաեւ հարկերն են ավելանալու որովհետեւ երբ որ նայում ենք հարկեր հնա հարաբերակցությունը եւ այս on-line կազինոների վճարած հարկերը մենք տեսնում ենք որ մի բազմապատիկ ավելի քիչ են այս հարկերը քան եթե քաղաքացին այդ գումարը ծախսի ուրիշ ոլորտում շնորհակալ եմ Խնդրեմ պարոն Մինասյան Պարոն Սարգսյան դուք ձեր պատասխանում հաստատեցիք իմ խոսքերը չգիտեմ ինչի տենց ֆրտովեցիք եւ այլն ես նախ սկզբից ասեցի շնորհակալություն որ այս հարցը այս սրությամբ բերում եք պոպուլիզմը վերաբերում էր կարգավորման այն մեխանիզմներին որոնք որ առաջարկում են եւ որոնք որ իրատեսական չեն կարող լինել ավելի իրատեսականության մեջ պետք է դիտարկել այս ամենը անեցեք ցույց տալիս է ցուցանիշը ոնց որ դա մեր իշխանության ժամանակ է հա այդ կան աճել ձեր իշխանության ժամանակ է աճել այսինքն բազմաթիվ առաջարկներ որոնք որ մերժվել են նույնիսկ մի վիճակագրություն չի արել իհարկե բայց ինչ եմ ես այս հարցը սրում փառք ու պատիվ ձեզ որ դուք պայքարել եք բայց դա իրավունք չի վերապահում ձեզ չգիտեմ դեռ ասել բա քանի падգամավոր են եղել եւ այլն ես կոնկրետ հարց եմ տալիս հովանավորչության հետ կապված այսօր ամենախոշոր խաղային բիզնես ունեցող սուբյեկտը ինչ ազդեցություն ունի Հայաստանում հսկայական չէ եւ այդ հսկայական ազդեցությամբ ներգրավել է բազմահազար Հայաստանի քաղաքացիների եւ նաեւ այ հենց այսպիսի ծանր սոցիալական հետևանքներ առաջացնող իմ ասածը նաեւ պետական քաղաքականության տեսակետից ինչ պետք է սահմանափակումներ կիրառվեն սրա մասն է եւ սա հնարավորություն է հենց ձեզ որպեսզի այդ առումով քաղաքականության առումով նաեւ զարգացնեք առաջարկությունները ոչ թե ձեզ եմ մեղադրում ձեր անձին եմ մեղադրում դուք նորից գնացիք ուրիշ դաշտ եւ վերջապես վերջին միտքը տեսեք իմ ասածը հետեւյալն է մեխանիզմը որ գործադրվում է ինքը պետք է կիրառելի լինի միայն հայտարարությունով չէ ասենք լավ ոնց պետք է տվյալների բազան հասանելի լինի որ նպաստառուի անունը չներառվի դե հասկանում եք սրանք հարցեր են որոնք պրակտիկ կիրառման տեսակետից բարդություններ են բերում եւ եթե օրենքը չկիրառվեց հավասարաչափ բոլորի նկատմամբ ինքը դառնում է անպիտան կարգավորում ասածը սա է եւ երբ որ ես ասում եմ կոշտ մեթոդի մեխանիզմը կիրառենք ուստի առաջնահերթությունը դնում ենք այդ անձի ընտանիքի բարեկեցությունը որպես գերակա իր անձնական նախասիրությունների հանդեպ հանրային բարեկեցության գերակայությունը առանձին ոլորտներում հաճույքի հանդեպ իմ ասած կոնցեպտը սա է եւ ոչ թե ես ասում եմ որ մոռացեք այդպիսի բան հնարավոր չի չէ ես ասում եմ իրատեսական լինի գործադրվող լինի ասածիս իմաստը սա է եւ զարգացման տեսակետից էլ ինքը պետք է օգտակար լինի ես կողմ եմ քվեարկելու այս նախագծին բայց ես ուզում եմ որպեսզի նախագիծը ոչ թե ուղղակի գեղեցիկ խոսքերի
փաթեթ լինի, այլ պրակտիկ, կիրառելի, օգտագործելի։ Սա մասն է խոսքը։ Եվ դրա համար է նաև միջազգային փորձը, խնդրում որ ներկայացնեք, եթե կան։ Կա։ Շնորհակալ եմ, պարոն Մինասյան։ Երբ ասում եք, որ մի ասեք ուրիշ падգամավորները խի չեն արի եւ այլն, ձեր ասելուց հետո եմ ասում։ Դուք եթե չխոսայիք, չի ասվի, բայց այդ դեպքում է կարամ ասել որպես հարկատու։ Այսինքն դուք падգամավորի դուք չէ, էլի նաեւ ես ձեզ վրա ասում ինձ էլ նկատի ունեմ բոլորին։ Եթե մարդ բարձրաստիճան պաշտոնյա է, ընտրվում 5 տարի ժամկետով, ունենում անձեռնամխելիություն բարձր աշխատավարձ ստանում, դա պիտի ծառայություն մատուցի։ Այսինքն ինքը չի գալի վայելելու։ Ինքը գալիս է նաև ծառայություն մատուցի, նաև մեծ ֆինանսական հնարավորություն ունեցող մարդկանց դեմ պայքարի, որպեսզի պաշտպանի իր մյուս քաղաքացիների ընտրողների շահերը։ Հիմա որ ասում եք, մի ասեք ուրիշ պատգամավորներ, դե ինձ օրինակ վերեք, ասեք ինչ նախաձեռնությամբ եք հանդես եկել կամ ինչ առաջարկ եք արել 5 տարվա ընթացքում։ Ասել եք, այս ինչ բանը սահմանափակենք, այս ինչ մարդը չկարողանա խաղա։ Վերեք, ես օրինակ ընդդիմադիր պատգամավոր, ես ընդդիմադիր Չեմ քվեարկում, ես չեմ կարող սրա հետ կապված նախագիծ եթե եղած լինի, անհնարին է որ ես դեմ քվեարկի։ Չի կա նման բան։ Չի կարա։ Խնդրում եմ պատասխանատու ասում եմ, հրապարակեք ձեր Facebook-յան էջով, հրապարակեք, այդ ինչ։ Ոնց է։ Հայաստան դաշինքի էջով հրապարակեք։ Ասեք այ խաղային գործունեության հարկերը բարձրացնելու օրենքի նախագիծ ենք բերել, ԿՊ-ն դեմ է քվեարկե, կամ սահմանափակում մտցրելու նախագիծ ենք բերել, չկա նման բան։ Չի եղել ու չկա։ Սա այդ մասով։ Հաջորդը, որ ասում եք պետքա կողմեք, շնորհակալ եմ որ կողմեք, ու շնորհակալ եմ որ պատրաստակամություն եք հայտնում կողմ քվեարկելու։ Հիմա ասում եք մեխանիզմները պիտի աշխատող լինեն, օդի մեջ չլինեն, թղթի վրա չմնան։ Հիմա պարզ 6 առաջարկ եմ ասում, առաջին Կայքում լինի ինքնահարկելապակման կոճակ, մարդը սխմում է, 5 տարի ժամկետով փակվում է, վերջ։ Հիմա չկա նման բան։ Չկա հիմա նման բան, հիմա մարդ պետքա դիմի դատարան, պիտի ճանաչվի դատարանի որոշմամբ անաշխատունակ կամ անգործունակ, կներեք, ոչ թե անաշխատունակ, այլ անգործունակ։ Պիտի ճանաչվի դատարանի որոշմամբ, որ նոր կիրառվի։ Դա եկյա process է, մեծ process է, երկարաժամկետ, ծախսատար process է, որ քաղաքացին դրան չի գնալու, այսինքն Մարդ ֆինանսական միջոց չունի, պարտվել է ամեն ինչ, մի հատ է պիտի գնա փաստաբան վարձի դատարանով մի քանի ակցիոնով պայքարի, որ իրան ճանաչեն անգործունակ, որ դրա արդյունքում բան իր հաշիվը փակեն, ինչի մասին է խոսքը։ Եթե մարդ կարող է on-line ամեն վայրկյան միլիոններով պարտվի, նույն հնարավորությունը հետադարձ պիտի տրվի իրան, որ կարողանա նույն արագությամբ ինքը արգելափակի ու չխաղա։ Ու նաև արգելափակումը չպիտի լինի ինքնանպատակ, որպեսզի ինքը այսօր մի հարթակում իրան փակի, երկու օր հետո փոշմանի, գնա ուրիշ հարթակում գրանցվի այնտեղ խաղա։ Ոչ, մի հարթակում եթե փակեց, բոլոր հարթակներում պիտի միաժամանակ արգելքը տարածվի ու այս թեմարանները օպերատորը վարելու է դրա համար մեծ գումարներ աշխատելու։ Ինչ վերաբերվում է օրինակ, որ ասում եք նպաստ առողջները կամ կենսաթոշակ առողջները ո՞նց են իդենտիֆիկացնելու, դրա համար ունենք կենտրոնական բանկ, իրանք էլ են մեծ աշխատավարձեր ստանում, իրանք էլ պետք է աշխատեն, ու այդ թեմարանները կան, մարդ ստանում է նպաստ կենսաթոշակ, իր քարտով ինքը իդենտիֆիկացված է, տեխնիկայի հարց է, ժամերի հարց է, որ այդ սահմանափակումը տարածվի ու կիրառվի, ճիշտ եմ ասում։ Ամեն ինչի պահով։ Այսինքն, իսկ միջազգային փորձի առումով հիմա այս մասով է տարակուսանքս պիտի հայտնեմ, որտեվ կարևորագույն օրենքի նախագիծ է, պարոն Մինասյան։ Չեք ծանոթացել հիմնավորումներին։ Ես հիմնավորումների մեջ երկրներ եմ նշել, օրինակ Մեծ Բրիտանիան, Իտալիան, Շվեդիան, Գերմանիան, Սինգապուրը, նաև ունենք Ռուսաստանի Դաշնությունը, որ արգելափակման մեխանիզմը կիրառվում է on-line ձևով եւ իրանց օպերատորի միջոցով բոլոր օրինական կայքերում փակվում է մարդու խաղալու հնարավորությունը, դա կտեղադրեմ իմ նաև ես ունեմ իդարբերություն ձեզ սոցիալական կայքերում էջեր, Facebook-ում, Instagram-ում կտեղադրեմ, կտեսնեք, որ միջազգային փոստեր է սա ասում, որ երկիրները պաշտպանում են իրենց քաղաքացիներին։ Հələ որ այսքանը շնորհակալ եմ։ Արդեն, խնդրեմ։ Շնորհակալություն։ Հետո կասնեք ելույթների։ Պարոն Մինասյան, ասում եք պոպուլիզմ չի, նախընտրական չի, խոսակցությունը տարեք պետական հովանավորչության, եւ այո, դուք բացեցիք նման խոսակցություն։
Չնայած ինձ սկզբում թվաց իսկապես կառուցողական բան եք ասում, պարոն Մինասյան, որովհետև այո, կարգավորումները պետք է լինեն այնպիսին, որպեսզի իրագործելի լինի իրական կյանքում։ Ինչ վերաբերում է նախագծին, ինձ հետաքրքիր է, օրինակ, երբ մենք արտահայտություններ ենք անում, որ ողբերգական իրավիճակների եւ այլնի մասին, ես ինքս էլ պարոն Սարգսյան, դուք գիտեք, խաղաղամոլության դեմ պայքարի մասով իմ պլուման ունեցել եմ, հա, այս ընթացքում։ Բայց երբ նման արտահայտություններ ենք անում, մենք պետք է ունենանք վիճակագրություն։ Մենք ունենք վիճակագրություն, օրինակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, որ մասն է իրապես այդ ողբերգական վիճակում, չեմ ասում չկան։ Բայց մենք առանց այդ վիճակագրության արտահայտություն ենք անում, որից դուրս է գալիս, որ պետությունը թույլ է տվել մի բիզնես, որը որ 100 հազարավոր քաղաքացիներ տանում է ողբերգության։ Մենք պիտի նախ որոշենք, եթե պետությունը սրան վերաբերում է որպես բիզնեսի եւ ինչու՞ չէ, այո, պիտի կարգավորենք, որպեսզի չլինեն ողբերգական դեպքեր եւ հնարավորինս նվազեն, բայց խոսակցությունը մի քիչ բալանսի մեջ պիտի լինի։ Երբ խոսում ենք կենսաթոշակառուներից, նպաստառուների մասին կմտածեմ կարող է եւ այո, նպաստը չպիտի գնա, բայց կենսաթոշակառուն դա մարդու վաստակած գումարն է, դա օգնություն չի, որ ինքը չկարողանա որոշի որտեղ ծախսի։ Այստեղ մի քիչ ես բան եմ տեսնում, հակասություն եմ տեսնում իրավիճակի հետ եւ շատ կարեւոր է հասկանալ այդ վիճակագրությունը աճող, օրինակ խաղադրույքների վիճակագրությունը աճող վերաբերելի է ռեզիդենտներին, թե ոչ ռեզիդենտներին, որովհետեւ ի վերջո դրանք on-line կազինոներ են։ Ես կարծում եմ ըստեղ էլ է մեզ վիճակագրություն։ Պետք հասկանալու համար ովքեր են, արդյոք դրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ամբողջությամբ, թե դրա մեջ կա ինչ-որ կշիռ եւ կարծում եմ մասնավոր հատվածը պիտի օգնի մեզ այս հարցում, մենք էլ հասկանանք իրավիճակը։ Նաև մի բան էլ, ես ուզում եի հարց տալ, հարցս հետևյալն է, օրինակ եկամտահարկի վերադարձից օգտվող քաղաքացին, ֆուտբոլի առաջնության ժամանակ, ես ինքս եկամտահարկի վերադարձից օգտվող քաղաքացի եմ, օրինակ կարող եմ խաղադրույք կատարել, թե եթե ես օգտվում եմ դրանից, ապա վերջ իմ բաները պետք է փակ լինեն, ես իրավունք չունեմ, ենթանենք իմ, այսպես ասած, ինչ համար որպես զվարճանք ես ինքս խաղամոլ չեմ, չունեմ էլ օգտահաշիվ, բայց հետաքրքիր է իրավիճակը, որը նկարագրում ենք, որքանով է համապատասխանում մեր իրականությանը։ Իդեպ մի բան էլ ասեմ, այս նախագծի նմանատիպը մի հատ ես շրջանառել էի մեր խմբակցության պատգամավորների շրջան, չգիտեմ, զարմացա որ չեք նկատել, պարոն Սարգսյան, եւ այնտեղ այս վարկավորման մասով մի բան կար, որը որ քննարկել ենք նաեւ կենտրոնական բանկի գործընկերների հետ, եւ առաջարկս հետեւյալն էր, ուղղակի սպառողական վարկերի մասով առնվազն ինչ որ ժամկետ սահմանափակել են մարդն, այսինքն այն ով որ իսկապես մոլուցք ունի խաղամոլա, ով ուզում է արագ վարկը վերցնի եւ դա տանի խաղալու։ Եթե դու ժամկետ ունես, որ ինքը ինչ որ ժամանակ այդ սպառողական վարկը չի կարող ուղղել խաղադրույքի, այդ ժամանակ դու համ մարդուն ընդհանուր առմամբ չես սահմանափակի, այսինքն մարդը կարող է ուղղակի սպառողական վարկա վերցնում, հա, եւ նաեւ խաղալու է։ Համ այդ չես խրախուսի, այսպես ասած, այդ պահի բանը։ Խնդրում եմ հարցերից պատասխանել, շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Տիկին Վարդանյան, երբ ասում եք, որ 100 հազարավոր քաղաքացիներ այս չարիքի մեջ են գտնվում, ես թվերի վրա հիմնված եմ դա ասում, երբ որ նայում ենք խաղադրույքների ծավալը 7.4 տրիլիոնն է, ես նաև նայել եմ, թե ինչքան է եղել քեշինը, այսինքն այդ 7.4 տրիլիոնի ինչի արդյունքում է դարել 7.4, ու տեսնում ենք, որ մոտավորապես 1 տրիլիոն գումար է մուտք եղել խաղային հաշիվներին։ Դա խաղադրույքների արդյունքում աճել է դարել է 7, բայց իրականում որ քաղաքացիները կանխիկ ասած նաև անկանխիկը, բայց նկատի ունեմ գումարը մուտք են արել իրենց խաղային հաշիվները, դա մոտավորապես 1 տրիլիոն դրամի մասին է խոսքը։ Ու երբ որ 1 տրիլիոնը բաժանում ես մեր ժողովրդի վրա, այո, դա տարածվում է 100 հազարավոր քաղաքացիների վրա, ու նաև ես սոցիալական հարթակներում կամ հանդիպումների ընթացքում շփվելով քաղաքացիների հետ, ինձ հազարավոր բարի բուն իմաստով, հազարավոր նամակներ եմ ստանում, որտեղ մարդիկ բողոքում են այս աղետից եւ իրականում տարված լինելով խաղամոլությամբ, խնդրում են, որպեսզի մենք մեխանիզմներ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի իրենք չխաղան։ Այսինքն իրենք գիտակցում են, որ իրենք այդ մոլուցքի մեջ են, ցանկանում են արգելափակվել։ Իսկ բազմաթիվ քաղաքացիներ ուղարկում են իրենց նամակագրությունները այս կազինոների հետ, որտեղ խնդրում են
ասում են խնդրում ենք ինձ արգելափակեք ու պատասխանները շատ տարօրինակ պատասխաններ է գալիս, որ մարդկանց ասում են գնացեք դիմեք դատարան, բերեք դատարանի որոշում կամ բուժող բժշկի կողմից տեղեկանք եւ այլն եւ այլն։ Այսինքն քաղաքացիները իրականում խնդրում են, որպեսզի մենք սահմանափակենք ու իրենց տանք հնարավորություն, որ ուզում են չխաղան, կարողանան չխաղալ։ Ինչ վերաբերվում է սպառողական վարկի մասով, ես կառավարության առաջարկ ընդունել եմ ու հիմա այս պահին դա կհանենք կարգավորումներից, այսինքն սենց էր նշված այն անձանց համար արգելվում է խաղալ, ովքեր ունեն սպառողական վարկ եւ վարկի ընդհանուր ծավալը գերազանցում է տարեկան եկամտի 40%-ը, այստեղ բարդ հաշվարկ կեր ինչ իմաստով, որ բացի անձի եկամուտների հայտարարագրից նաեւ կարիք էր առաջանալը, որպեսզի անձի վարկերի մասին տեղեկատվություն փոխանցվեր օպերատորին, գործընկերները խնդրել են, որ այս փուլում ձեռնպահ մնան ու այս կարգավորումը հանել եմ, այսինքն անկախ վարկի ծավալից մարդ կարա ինչքան ուզենա խաղա, այս մի կարգավորումը ես այս պահին հանել եմ, հետագայում կարա քննարկեք ու մտցնեք այդ կարգավորումը, մնացած հարցերի մասով չեմ եկամտահարկի վերադարձը Եկամտահարկի վերադարձը մարդկանց տրամադրվում է մի քանի նպատակներով։ Առաջին նպատակը, որը հայտարարված է, դա որպեսզի կառուցապատումը խրախուսվի եւ մեր բնակարանային ֆոնդը թարմացվի, եւ երկրորդը, որպեսզի մարդկանց աջակցություն տրամադրվի։ Սրա արդյունքում 50,000-ից ավել քաղաքացիներ վերցրել են եւ օգտվում են եկամտահարկի հետ վերադարձի իրավունքից։ Սա ինչ է նշանակում, որ անձը, օրինակ, եթե падգամավորը օգտվում այս հնարավորությունից 2-3 միլիոն ինքը հետաստանում իր եկամտային հարկը եւ մարում է իր բնակարանի վարկի տոկոսը։ Ամսական ինչքան է օգտվում։ 200,000 լավ 2 միլիոն Այսինքն լավ տարեկան 2 միլիոն վերցնենք տարեկան 2 միլիոն տարեկանի մաս, տարեկան 2-3 միլիոն ինքը հետաստանում իր եկամտային հարկը, այսինքն ինքը գտնվում է արտոնյալ կարգավիճակում ի տարբերություն մյուս հարկատուների։ Ու այս պետությունը անում է, որպեսզի ինքը իր բնակարանային ֆոնդի հարցը լուծի, թարմացնի իր բնակարանի ապահովման խնդիրը լուծի։ Սրա արդյունքում այս քաղաքացին ունենում է խնայողություն ու այդ խնայողությունը վատնում է։ Ստացվում է իրավիճակ, որ եթե պետությունը իր եկամտային հարկը հետ չվերադարձներ, եթե պետությունը այս մարդու վարկը չմուծի, վարկի տոկոսը չմուծի, ինքը պետքա իր այլ միջոցներով դա անի, սրա արդյունքում իր ֆինանսական միջոցները կպակասեն ու ավելի քիչ ինքը կխաղա։ Եթե պետությունը 2-3 միլիոն ինքը իրան փող է տալիս, որ ինքը իր տան վարկը մարի, սրա արդյունքում ինքը խնայողություն ունենում, դա չպիտի ուղի խաղային ոլորտին, թե չէ դա անուղղակի ստացվում է, որ պետությունը ֆինանսավորում է խաղային ոլորտին։ Այսինքն եթե դու ֆինանսավորում ես իրար, որ ինքը իր վարկը չմարի, ինքը իր այլ միջոցով է խաղում, դա ոչ այլ ինչ է, քան ուղիղ ֆինանսավորում պետական բյուջեի միջոցներով, որպեսզի խաղային ոլորտը զարգանա, ինչը անթույլատրելի է, բայց տեղել ենք կոնսենսուս եկի կառավարության հետ, կառավարությունը առաջարկեց, խնդրեց, որպեսզի ես ընդունեմ, որ այս պահից սկսած տարածվի, այսինքն գործող այն անձինք, ովքեր այս պահին ունեն եկամտահարկի հետ վերադարձ, իրենց վրա չտարածվի։ Օրենքի ընդունումից հետո այն անձինք, ովքեր կցանկանան օգտվել եկամտահարկի հետ վերադարձից, պետք է որոշում կայացնեն։ Եթե դրանից օգտվում են, պիտի չխաղան, կամ եթե ցանկանում են խաղալ, թող չօգտվեն եկամտահարկի վերադարձից, ինչքան ուզում են խաղան։ Այսինքն իրանք պետական միջոց չներգրավեն, պետությունը իրանց վարկի տոկոսը չմարի, իրանք գնան խաղան։ Սրա մասին է խոսքը։ Եթե պետությունը պիտի իր վարկի տոկոսը մարի, ինքը գնա խաղա, պետությունը ավելի լավ է այդ գումարը ավելի նպատակային օգտագործի, ու սա շատ խելամիտ է ու մի հատ կարևոր սկզբունք կա։ Պետությունը չի կարող ու չպետք է անուղղակի կամ ուղղակի ֆինանսավորի խաղային ոլորտին։